Վանաձորում ինչպես են մարդիկ ապրում, աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են, հիմա մարդիկ ավելի լավ են ապրում։ Ես համաձայն չեմ։ Գնաճ ավելի մեծ է, քան այդ 10,000 դրամ թոշակ։ Ես գիտեմ, որ 2 տարի առաջ միսը 3000 էր, հիմա 5000 է։ Այդքան հերիք է։ Ասում են գնաճ է 0.7% ամոթ է, 0.ով գնաճ են հաշվում։ Ասում են տնտեսական Մեր գնաճը երկրի թվեր է։ Այդ տնտեսականաճը իմ պատկերացումով, որ դրսից փողեր է գալիս, մուտք է լինում, տուրիստ, մեզ ինչ որ դրա հաշվի ինչ տնտեսական աճ։ Դա տնտեսական աճ չի, դա։ Հիմա մարդիկ ֆինանսապես ավելի լավ են ապրում, ավելի բարեկեցիկ կյանք, հյուրասեր, ավելի սրտաբաց, ավելի ուրախ։ Այո, բոլորն էլ ուրախ են, երջանիկ են, հատկապես այս ընտրություններից հետո, որ մեր պարոն Նիկոլ Փաշինյանն է հաղթել, ավելի շատ են ուրախ։ Ես ճիշտն եմ ասում, բոլորն էլ ուրախ են։ եք ուրախ։ Մարդիկ, ինձ համար մեկը դա ձեր կյանքն է։ Դուք եք այդ կյանքով ապրում։ Ես ընտրություններին չեմ մասնակցել, ամսուտին ենք մենք եկել Ռուսաստանից։ Մտադրություն չունեք, եթե Հայաստանում կյանքը լավացել է, ինչի եք մնացել Ռուսաստանում։ Գանք, այո, տուն ունեմ ինձ ստեղ կարամ գամ։ Հա, Այստեղի քաղաքացիությունից ինչի եք հրաժարվել եք։ հրաժարվել։ Անձյան սկզբից չենք ունեցել այդ կյանքի որակը, հարմարված մենք մահատկապես թոշակառուները, մենք մեզ ոնց որ թե պահել ենք, գոյատևել ենք։ Հմեր փառք Աստծո, ինչն է պակաս, որ բողոքում են անընդհատ այդ մարդիկ։ Գնաճի դե թոշակը բարձրացեց, գնաճը ավելացավ, բնական բան է, բոլոր դեպքերում էլ տենց է։ Իշխանությունից նշում են, որ հիմա այնքան է թոշակը բարձրացել, որ մարդիկ կարող են նաև գնալ, օրինակ Լառնակա հանգստանալ։ Ահա ֆոկուսնիկներ են դրանք, այդ թոշակառուները, որ համ ապրեն, համ գնան Հունաստան հանգստան։ Ես չգիտեմ, ես չեմ կարա, զորով ծերին հասցնում ենք, սոված չենք մնում։ Բավարարված եք ձեր թոշակով։ Ազիզ չէ, բայց ում ողոք է։ Ոչ մի փոփոխություն չկա։ Հավանաբար թոշակառու եք, բա թոշակը բարձրացրել են, անվճար բժշկական օգնություն ապահովագրություն։ Այդտեղ թոշակ են ստանում մարդիկ։ Ռուսաստանի թոշակը ավելի Անպայման։ Էլ ինքան չէ ստեղի համեմատ 2 անգամ ավել եմ ստանում։ Հիմա ասում են, որ Հայաստանում թոշակը բավականին բարձրացել է եւ ելի է բարձրանալու։ Պատրաստ եք հրաժարվել Ռուսաստանի թոշակից եւ այստեղի թոշակ ստանալ։ Հնարավոր է, որ մեկ էլ տեսար կտրեցին ընդից, ես վինուժդենից ստանամ բավոն։ Ինչպես եք վերաբերվում վերջերս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։ Կարծես թե լարված են։ Ես լավատես եմ, ես հույս ունեմ, որ ես լավատես եմ, որ էլի Ռուսի հետ։ Ես Եվրոպան չեմ ճանաչել, չեմ էլ ուզում ճանաչել։ Արդեն շատ վատ են ապրում, շատ։ Տոմես պետք է իրանց անվճար ապահովագրություն, ինչ անվճար։ 10,000 ավելացրել են, Գնաճը ավելի շատ է։ բայց սաղ թանկացրել են, ամեն ինչը թանկացել է, 10,000 դրամ ավելացել, այդ ինչ փող է դա։ Ձեր կարծիքով ինչքան պիտի բարձրանա թոշակը, որ Չգիտեմ ինչքան, բայց 10,000 է, եթե իրանք միլիոններ են ստանում, իրանք դեռ քիչ է, 10,000-ը մեջ մա вообще ոչնչություն է, вообще։ ասում են թոշակը այնքան ենք բարձրացրել, որ սպառողական զամբյուղին տվել անցել է, կարող են գնալ Լառնակա հանգստանալու թոշակ։ Հանգստանալու գնալու։ Հունաստան, ստեղից տարուն չեն կարա մարդիկ գնան, բոլորն էլ վատ են ապրում, հետո թևեր առած սրճ։ Սաղ մի տանից չեն, մի հալից են։ Ամեն ինչի մեջ թանկություն, ամեն ինչ որ ծախվում է, թանկություն անպայման կա, առանց թանկացնելու չի։ Մեծ ընտրությունը սաղ բանով եղավ, ֆարշիվ։ Կեղծիքներով, ոչ մի։ Կեղծիքներով եղավ, ինչի, օրինակ, բոլորը Իրանը, այդ 10,000 դրամի համար բոլորը Իրան ընտրեցին, ինչի համար։ Այսօր ընտրեցին, վաղը պետք է գնացանի, որ այդ 10,000-ը հեչ է։ Չգիտեմ, ես դժգոհ եմ Փաշինյանի բոլոր ղեկավարությունից դժգոհ եմ։